Ժողովները չեն արձանագրվում։ Ժողովները երևի թե եթե հարցում անցկացնենք մարդկանց մեջ, երևի թե 70%-ը կասեն, որ ժողովները անիմաստ ժամանակի կորուստ են։ Իրականում վատ կազմակերպված ժողովները իրոք անիմաստ ժամանակի կորուստ են, բայց լավ կազմակերպված ժողովները ընդհանրապես կառավարման անփոխարինելի գործիք են։ Առանց ժողովների թիմ կառավարելը ու համենայն դեպս ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է անել։ Ժողովների հետ կապված մի խնդրի մասին ընդհանրապես խոսամ, չնայած ժողովների մեջ բազմաթիվ խնդիրներ կան, հա։ Այսպիսի խնդիր կա շատ տեղերում։ Ժողով են անում, որոշումներ են կայացնում, բայց դա չի արձանագրվում ու չի փոխանցվում ժողովի մասնակիցներին։ Արդյունքում, եթե ժողովի մասնակիցները բավականաչափ պատասխանատու ու կազմակերպված են, իրենք իրենց մոտ նշում են իրենց անելիքները ու գնում անում են, եթե կազմակերպված չեն, կամ եթե ուղղակի չեն ուզում անել ինչ-որ ժողովի ժամանակ որոշվել է, ապա մոռանում են դրա մասին, շատ բարեհաջող, ու հավանականությունը, որ ինչ-որ մեկը կհիշի կամ ինչ-որ մեկը հետո կասի, բա մենք սենց էինք որոշել, ինչի չես անել, բավականին փոքր է։ Նույնիսկ այն դեպքում, եթե ինչ-որ մեկը հիշի, ասի մենք ախր այս ժողովին սենց էինք որոշել, բան, եթե չկա կոնկրետ արձանագրություն, հա, գրավոր վկայություն այն մասին, որ այդպես ենք որոշել, ապա շատ հեշտ է խեղաթյուրել այդ ինֆորմացիան, հա, ասել, բայց մենք տենց չէինք որոշել, մի քիչ այս ձևով էինք որոշել, կամ ես տենց չէի հասկացել, այս ձևով էի հասկացել, կամ մենք ժամկետը ֆիքսել էինք ոչ թե այսօր, այլ վաղը եւ այլն, հա, հազար մանիպուլյացիայի տեղ կա։ Ու ինչպես է առաջանում ավելորդ տրանզակցիոն ծախսեր, երբ որ ժողովը չի արձանագրվում։ Նախ այդ նույն հարցը վտանգ կա, որ կքննարկվի եւս մի քանի ժողովի միջև կլուծվի։ Երկրորդը այս իմ ասած դեպքերը, հա, երբ որ սկսում ես գնալ նրա հետևից, թե ժողովին ինչ էինք որոշել, ով արեց, ով չարեց, քննարկել, թե ինչի չի արվել ժողովի արձանագրությունը եւ այլն, հա։ Երրորդը բուն ժողովի ընթացքը, որը որ չի արձանագրվել, ինքնին ավելորդ տրանզակցիոն ծախս է։ Այլ ինչ կա այդտեղ, ոնց որ թե վերջ, նու միգուցե էլի կան այլ տրանզակցիոն ծախսեր, հա։ Այդպես չարձանագրված ժողովը պոտենցիալ շատ մեծ տրանզակցիոն ծախսեր առաջացնող խնդիր է։ Ցանկացած ժողով, որ արվում է ընկերությունում, այս է լուծումը, հա, ցանկացած ժողով, որ արվում է ընկերությունում, պիտի արձանագրվի, ու արձանագրությունը պիտի բաժանվի բոլոր մասնակիցների մեջ, ավելին այդ արձանագրության մեջ որոշումները պետք է դառնան հանձնարարություններ համապատասխան մասնակիցներին։ Ուղղակի այս բանը ֆիքսենք հետեւյալը. եթե դուք ժողովներ եք իրականացնում, ապա այն անպայման արձանագրեք, ընդ որում արձանագրության մեջ նշեք, հենց արձանագրության մեջ նշեք կոնկրետ հանձնարարությունները եւ կոնկրետ պատասխանատուներին իրենց վերջնաժամկետներով, ու դա տվեք բոլոր ժողովի մասնակիցներին։ Դա կլինի թղթային, դա կլինի email-ով ուղարկելով, դա կլինի ինչ-որ այլ ձևով հանձնելով, դա անպայման արեք։ Դա կբերի նրան, որ շատ ավելի քիչ հանձնարարություններ կմոռացվեն, կուշացվեն եւ չհնարվի։ Ինչը իր հերթին կբերի էական տրանզակցիոն ծախսերի կրճատմանը։